գիտեք ինչ, ես մի քիչ անակնկալի եմ եկել, ես մտածում էի, որ ռազմավարությունը մի քիչ ավելի կոնկրետ կլինի, ոնց ասած, военно-политический ոլորտի մեջ էլի, բայց ինքը շատ ավելի ռազմաքաղաքական ոլորտի մեջ, շնորհակալություն, բայց ինքը շատ ավելի բազմաբովանդակա, շատ ավելի լայն է, ու ինչ-որտեղ այն շրջանակներից, որ ես պատկերացնում էի, Երևակայի 10 անգամ ավելի մեծ է, երևի ճիշտ կլինի ռազմական վտանգներից, ես մի քիչ խոսամ, որը որ մեզ շրջապատում է ռազմաքաղաքական վտանգներից, չանդրադառնալով կոնկրետ, ասենք, ձեր մշակածին, որտեղ ես ձեր մշակածը առաջի տպավորությունը մենակ վերնագրերից է, դա տպավորություն չէր կարա մոտս առաջանար, ես պիտի փաստաթղթին ծանոթանամ էլ, եթե դա գաղտնիք չի, անպայման ես ծանոթանամ այդ ծրագրին, շատ վաղուց էլի, ասենք, բանը մի քիչ ժուրնալիստի բառեր ասեմ, շատ վաղուց Մերձավոր Արևելքը եռում է, ու միայն կույրը դա չէր տեսնում, ինձ վախեցնում այն, որ մեր իշխանության արձագանքները անգամ մեր կողքի գիգանտ երկրներից մեկի, մեր հետ համեմատ Պարսկաստանի, Իրանի վրա հարձակումից հետո իմ համար վախեցնող անտարբեր էր, որովհետև չի զգացվում, որ իրանք ինչ-որ քայլեր են արել ու հիմա այդ հարձակումը տրիգերի դեր խաղաց, որ այդ քայլերը իրանք պիտի արդեն հանրությանը ներկայացնեն, խոսքի օրինակ MÇS-ը եթար ինչ-որ պալատկեք փռեր, համար մեկ տար այսինչ պոստերին, ռեզերվիստներին կանչեր խոսքի սահմանափակ մասնագետներին, դա ինձ մի քիչ վախեցնում է, բայց ինձ ավելի շատ վախեցնում է հանրության, այդ թվում նաև ապոզիցիայի անտարբերությունը, թվում է թե իրանք անտարբեր չեն, բայց իրականում անտարբեր են, նայեք, չկա ոչ մի ակտիվ գործողություն, նաև այն մարդկանց կողմից, ովքեր որ մեղադրում են անգործունեության մեջ, ասենք իշխանությանը, ու դա ինչ-որտեղ բացատրվում է իհարկե այս նախընտրական բանով, ժամանակաշրջանով, այն վտանգները, որ մեզ սպառնում է, Իրանի հետ պատերազմով սկսում է, այդ վտանգը դա չի միայն, հիմա ենթադրենք ցամաքային օպերացիա սկսի Իրանի դեմ, որտեղից է սկսելու, միակ ուղղությունը Թուրքիայի կողմից է, Թուրքիա և ասենք Բաքվի Հանրապետություն, միակ ուղղությունը, ուրիշ ուղղություն չկա, որտեղ ինքը թիկունքից հարվածներ չի ուտելու այդ կոալիցիան, որը որ հարձակվել է բանի վրա, Իրանի վրա, իսկ համոզված եք, որ Թուրքիան կամ ասենք Բաքվի թուրքերը պայման չեն դնի, որ Տրամփ ջան, մեզ մի 3 տարով Սյունիքը ամբողջությամբ տրամադրի, արենդայով, մենք էլ հայերին 200 դրամ ամիսա մետրին փող կմուծենք, թուրքական ռազմական կառավարության տակ Սյունիքը ոնց եք պատկերացնում, ոչ մի քայլ չկա, ոչ մի տեղից, որ նման վտանգները, որ ընդամենը միգուցե իմ հիվանդ, ասենք, ուղեղում է առաջանում, որ նման վտանգները փարատվի, ոչնչացվի, կանգնացվի, ասենք, նոր ուրվագծվելու պահին, որը շատ ավելի հեշտ է, քան երբ որ միսու արուն ստանա։ Ինձ այդ ամեն ինչը անհանգստացնում է, ինձ թվում է ցանկացած մարդու պիտի անհանգստացնի, որը որ այդ վտանգներին մի քիչ ավելի պարզանա։ Ես սովորել եմ դեռևս 18 տարեկանից, երբ որ ժամկետային զինծառայության են, մեզ սովորացնում են, եթե քեզ մի բան վախեցնում է, գնալ այդ դրա ուղղության վրա։ Դա ամենաապահով ձևն է, որտեղ վախեցնում է քեզ են, ինչը դու չես տեսնում, ինչից ասենք անտեղյակ ես։ Մենք պիտի այդ ուղղությամբ գնանք, իսկ մենք այդ ուղղությամբ չենք գնա։